Հունիսի 27-ին Գեղարքունիքի մարզի Վարդենի գյուղում իր դռները բացեց կրթվել է նորաձև շարժման աջակից ծրագրի կանանց 5-րդ ակումբը, որը մեկ հարկի տակ էր համախմբել շուրջ 45 կնոջ։ Մասնակիցներին ողջունեց «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թոփալաքյանը։ Աննա Հակոբյանի անունից ներկայացնելով շարժման ստեղծման պատմությունը, կրթվել է նորաձև շարժման գաղափարախոսությունն ու աջակից ծրագրի շրջանակում մինչ օրս իրականացված նախագծերն ու գրանցած հաջողությունները։ 2024 թվականից գտնվում եմ «Իմ քայլը» հիմնադրամի շահառուների ցանկում, ծանոթ լինելով կրթվել է նորաձև շարժմանը, մեծ ցանկություն ունեի, որպեսզի ակումբներից մեկը կենտրոնանա հենց Գեղարքունիքի մարզի Վարդենիք համայնքում։ Մեծ աշխատանքի շնորհիվ, երկտեղ աշխատանքի շնորհիվ այսօր մենք ունեցանք մեր համայնքում կանանց ակումբի բացման արարողություն եւ մեծ ողջավորությամբ շարունակական աշխատանքներ ենք իրականացնելու։ Ուզում եմ նաեւ նշել, որ ակումբում գործում է 3 հիմնական դասընթաց՝ անգլերեն, համակարգչային հմտություններ, ինչպես նաև յոգայի դասընթացներ։ Այնուհետև մասնակիցներին ներկայացվեցին ակումբում իրականացվող անգլերենի, համակարգչային գրագիտության եւ յոգայի դասընթացները։ Դասավանդողները ներկայացրին ծրագրի հիմնական ուղղությունները, ուսուցման ձևաչափը եւ առաջիկա պարապմունքների մանրամասները։ Հանդիպումն ավարտվեց յոգայի կարճ փորձնական դասով, որը մասնակիցների շրջանում մեծ հետաքրքրություն եւ դրական արձագանք ստացավ։ Միջոցառման ընթացքում բազմաթիվ կանայք տեղում գրանցվեցին խմբակներին, իսկ շատերը նշեցին, որ ծրագրի մասին անպայման կտեղեկացնեն նաև իրենց քույրերին, հարևանուհիներին եւ ընկերուհիներին։ Այսօր մենք ներկա էինք Վարդենի գյուղում բացվող կանանց ակումբին, որտեղ ներկա էին նաև գյուղի մոտ 45 եւ ավել մասնակիցներ, որոնք սպասում էին բացմանը։ Այս պահին բոլոր ներկաները շատ ողջավորված էին մասնակցելու բոլոր խմբակներին, քանի որ իրենք տեսնելով մյուս մարզերում գործող ակումբների շարժը եւ իրենց մասնակցությունը, իրենք նույնպես ցանկանում են լինել այդ ակումբների անդամ, իրենց կյանքը դարձնեն ավելի հետաքրքիր։ Ուրախ ենք տեսնել, որ կանանց ակումբներն իրականում ծառայում են իրենց նպատակին, համայնքների կանանց համար ստեղծելով կրթվելու, զարգանալու եւ որակյալ ուսուցողական ժամանց ունենալու հնարավորություն, առօրյա հոգսերին զուգահեռ։